բանկերի շահույթը հանրագումարով, եթե ճիշտ եմ թիվը արտաբերում, 421 միլիարդ դրամ էր 25 թվականին, այո։ Մի տեսակ շատ մեծ թիվ չի սա հայաստանյան առևտրային բանկերի տեսանկյունից, ինձ կարծիք հայտնեցին տնտեսագետները, որ ոնց որ գերշահույթ է եւ հետաքրքիր է թե կենտրոնական բանկը վերլուծել է ինչից է որոնք են այդ գերշահույթի պատճառները եւ իսկապես շատ է խոսում այդ շատ մեծ մարժայով տոկոսադրույքների մասին, արդյոք հայաստանյան բանկերը այնուամենայնիվ սպառողների հաշվին շատ մեծ տոկոսադրույքներ սահմանելով իրենք գերշահույթներ չեն ստանում։ Ես հասկանում եմ, որ բանկի նախագահները պետք է շատ բարձր աշխատավարձ ստանան, թանկարժեք մեքենաներով շրջեն ծառայողական բանկի աշխատողները պետք այո նաև անձնական հետո բանկի աշխատողները պետք է բարձր աշխատավարձ ստանան, որովհետև իրենք կարևոր կառույց են, բայց նաև առևտրային ու կապիտալիստական բանից ելնելով դուրս գալով միևնույն է իրենք սոցիալական շատ բարձր պատասխանատվություն ունեցող կառույց են եւ վերահսկվում են նաև պետության կողմից, հենց կենտրոնական բանկի կողմից։ Չեք կարծում, որ սոցիալական տեսանկյունից մի քիչ շատ ճոխ են իրենք ապրում, հատկապես մեր հաշվին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հիմա հարցի մետաֆիզիկական եւ բարոյախրատական մասից անցում անենք իրական դաշտ, հա։ Նախ ձևակերպումները, որոնք որ տրվում են, ես էլ եմ անընդհատ փորձում հասկանալ, թե այդ գերշահույթը օրինակ ոնց կարելի է սահմանել տնտեսական հարաբերությունների մեջ, էլի, ու դժվար է դա անել, այսինքն ես ամենայն դեպս չեմ հանդիպել մի իրավիճակի, որ մենք կարողանանք բանկերի հետ կապված ասենք դա գերշահույթ է, շահույթ է, թե նվազ շահույթ է։ Հիմա ինչ վերաբերվում է բանկերի շահույթներին ինչից է ձևավորվում, վերջին տարիների ընթացքում շահույթի չասեմ էական, բայց զգալի մասը նաև ձևավորվում է նրանից, որ բանկերի ծառայությունները դարձել են արտահանելի։ Այսինքն այդ ծառայություններից օգտվում են ոչ միայն Հայաստանի ռեզիդենտները, այլ նաև օգտվում են Հայաստանի ոչ ռեզիդենտները։ Միջև 22 թիվը մենք այդ ֆենոմենը չենք ունեցել, ու եթե դուք նայեք կտեսնեք, որ շահույթների աճը հիմնականում ուղեկցվում է հենց այդ երևույթի ներմուծմամբ մեր համակարգ։ Արդյոք վատա, որ Հայաստանի բանկային համակարգը դարձել է արտահանելի ու կարողանում է մատուցել ծառայություններ, որոնք որ մրցունակ են ու կարողանում են ներգրավել օտարերկրյա խաղացողների ու այդ ծառայությունների հաշվին գեներացնել շահույթներ, ես կարծում եմ, որ չէ։ Երկրորդը, կա ֆենոմեն, որ շահույթի զգալի մասը ապահովում է թանկացման կամ ծառայությունների, առաջարկող ծառայությունների գնի բարձրացման արդյունքում, դա էլ չենք դիտարկում։ Այսինքն շահույթի մարժան, որը որ պիտի սահմանվի, դա ներգրաված միջոցների դիմաց տրամադրված տոկոսի, եթե տոկոսային մարժայի մասն ենք խոսում, եւ տրված վարկերի տոկոսային տարբերության հաշվին, այդտեղ փոփոխությունը բացարձակ էական չի։ Այսինքն մենք որոշակի աճ ունենք, որը պայմանավորված է պահանջարկի ֆենոմենով, բայց ինքը մեծ թիվ չի։ Հիմնական փոփոխությունը տեղի է ունեցել ոչ տոկոսային տիպի ծառայությունների հաշվին, այն էլ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայությունների տեսանկյունից։ Երկրորդ բանը, որ ես կուզեի նշել, այդ օրինակ ոչ ռեզիդենտը գալիս է Հայաստանի բանկային համակարգ, Հայաստանի բանկային համակարգով հաշիվաբացում, փոխանցում անում, փոխարկում արտարժույթից արտարժույթ եւ այլն, այդ տիպի բաների, միշտորդավճարներ, փոխանցումներ, փոխարկումներ եւ այլն։ Երկրորդը ինչի մասին մենք մտահոգ ենք, ոչ թե մտահոգ ենք, այլ գործողություններ ենք ձեռնարկում։ Դա ալտերնատիվ գործիքների հնարավորության ստեղծումն է, որ օրինակ դուք առաջին հարցով, որ ինձ տվեցիք, հիմնականում վերաբերում էր փոքր տնտեսվարողներին, բայց նաև կհիշեք ժամանակ կար, որ մեր քաղաքացիները բողոքում էին, որ բանկից բանկ, օրինակ ես իմ հաշվից ձեր հաշվին կամ քարտից քարտ փոխանցման համար միջնորդավճարները բարձր են։ Մենք այդ պատճառով ստեղծեցինք մի համակարգ, որի անունը Arca-Pay է։ Arca-Pay-ով, եթե դուք այսօր, եթե չեմ սխալվում, փետրվարով կարող է թիվը փոխված լինի, բայց եթե 9 բանկով հայկական ես ու դուք փոխանցումներ անենք, վճարելու ենք իրար 0 դրամ կամ 0%։ Այսինքն անվճար։ Չէ, ձեր բանկի հավելվածով, եթե այդ բանկը կպած է Arca-Pay համակարգին, իսկ 9 բանկ այսօր կա ու մի քանիսը էլ բանի մեջ են, process-ի մեջ են, եթե դուք օրինակ X բանկից Y բանկի հաշվին փոխանցում եք գումար Arca-Pay-ով, ինքը լինում է մի անգամից instant ու լինում է անվճար։ Այսինքն այդ հարցը ոնց որ թե դուրս եկանք այդ թեմայից։ Երկրորդ թեման դա տնտեսվարողների հետ կապված այդ միջնորդավճարներն էր post-terminalների մասով։
Դրա մի լուծումն էր, որը որ մենք հիմա արեցինք, բայց դրա երկարաժամկետ լուծումը ալտերնատիվ գործիքների ստեղծումն է։ Օրինակ արկա համակարգի հիմա QR-ն էր դնում։ QR-ով շատ ավելի մատչելի է դա լինում, որովհետև QR-ը ըստ էության շրջանցում է այն տրադիցիոն համակարգը, որը կառուցված է։ Հաշիվներ, քարտեր, այդ պարադիգմայից դուրս ենք գալիս, ոչ հաշիվ, ոչ քարտ պարադիգմայի մեջ ենք մտնում, որը ավելի կեժանացնի։ Այսինքն այդ տեսանկյունից ոչ թե հարցն է, թե մենք ոնց ենք գնում ու ճնշում ու բանանում, այլ ոնց ինչ ալտերնատիվ համակարգեր կարող ենք ձևավորել, որը մեր քաղաքացիներին թույլ կտա բազմազանեցնել իրենց մատուցված ծառայությունները։